Ժողովրդի տեղեկություններով քննչական կոմիտեում հայ առաքելական եկեղեցու հոգևորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել։ Այսօր վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտե են կանչել Արագածոտնի թեմի մի քանի հոգևորականների հարցաքննության։ Իրավապահ համակարգից թերթին հայտնի է դարձել, որ հոգևորականներին հորդորել են ժամը 10-ին լինել քննչական կոմիտեում ու հարուցված նոր քրեական վարույթով կոնկրետ հարցերի պատասխանել։ Ասել է, թե այսօր վաղ առավոտյան Արագածոտնի թեմի մի քանի հոգևորական կոմիտեում պետք է լինեն։ Իրավունքը գրում է. ասում են, թե Հովհաննավանքի նախկին քահանա Տեր Արամին, նույն ինքը Ստյոպա Ասատրյանին, իշխանավորները վստահեցրել են, վարձքդ մեծ ա լինելու, չմտածես։ Բանն այն է, որ ըստ շրջանառվող լուրերի Ստյոպան դժգոհել է, թե ինքն իրեն ժերտվա տվեց, բայց արժանավույն չգնահատվեց։ Հրապարակը գրում է. Փաշինյանը շատ դժգոհ է մնացել Նարեկ Կարապետյանի Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցի հետևանքներից։ Հիշեցնենք, երեք թերթը տեղեկացրել էր, որ Թրամփ կրտսերը չեղարկել են նոյեմբերի 12-ին Հայաստան այցը, եւ չի բացառվում, որ այդ հարցազրույցն է դեռ խաղացել։ Եկեղեցու դեմ հետապնդումների մասին տեղեկությունները նրան հետ են պահել Հայաստան այցելելու մտքից։ Փաշինյանը կարծում է, որ այդ հարցազրույցից հետո իր մասին բացասական տպավորություն է ստեղծվել ԱՄՆ-ում։ Ուստի Նազելի Բաղդասարյանին եւ Արարատ Միրզոյանին հանձնարարել է ռևանշ հարցազրույց կազմակերպել Time ամսագրի հայտնի լրագրող Սայմոն Շուստերի հետ։ Ավելին, նա հույս ունի հայտնվել ամերիկյան Time ամսագրի վարկածով տարվա մարտկոչման հավակնորդների ցուցակում։ Ժողովուրդը գրում է. երեք ՀՀ-ում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ 4 բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հարց է առաջանում, ինչու էր անհրաժեշտ, որ նույն մարդկանց ասելիքը նույն օրը հնչեր 4 տարբեր հանդիպումներում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց դեսպաններին։ Կառավարության կայքում, սակայն այս մասին տեղեկություն չկար։ Իսկ վարչապետի Facebook-յան էջում միայն ռիլ էր հրապարակված, որին կից տեղեկություն չկար հանդիպման բովանդակության վերաբերյալ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ազգային ժողովում ընդունեց նույն դեսպաններին։ Առանձին հանդիպմամբ ԵՄ նույն դեսպաններին խորհրդարանում ընդունեց նաև ԱԺ փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ ՀՀ արտգործնախարարությունում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Հրապարակը գրում է. ՔՊ-ում նախընտրական աժիոտաժին մինչն այս պահն անհաղորդ են իշխանական ֆրակցիայի անկուսակցական падգամավորները։ Երեկվա դրությամբ падգամավորության թեկնածության համար այս շրջանակից դեռ առաջադրումներ չէին եղել։ Թերթին ասել են, որ Անդրանիկ Քոչարյանը այդուհանդերձ մոտորերս կառաջադրվի։ Փոխարենը падգամավոր աշխատելու հավեսը կորցրել է Գագիկ Մելքոնյանը։ Խաչատուր Սուքիասյանի մասով էլ ասում են, դեռ չի կողմնորոշվել։ Հավանաբար սպասում է վերևների տրամադրվածությունը շոշափելուն։ Հրապարակը գրում է. երեք ռեկորդային ժամկետում քառորդ օրում ՔՊ-ն սպառեց ԱԺ քառորյանիստերի օրակարգը եւ մեծ ընդմիջումից հետո մի քանի ժամանոց հանգստի գնաց, վերադառնալով միայն հայտարարությունների ժամին։ Թերթին ասել են, որ հատուկ են թեթև օրակարգ ընտրել մեծ մարտից առաջ։ Բանն այն է, որ այսօր առավոտվանից սկսվելու է 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումը։ Մեկնարկը տալու է Նիկոլ Փաշինյանը, բայց քանի որ այն նախընտրական տարվա բյուջե է եւ նախորդ օրերին էլ ՀՀ նախկին նախագահներն իրենց հարցազրույցներով լավ ցավեցրել են Փաշինյանին, թիմը որոշել է գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը վերածել նախկինների ոսկորներն աղալու գործընթացի, նորից հիշելով էլ Գողփիսո, էլ Քաչալշուն։